Բեռնատարների կշռման համար նախատեսված քշերքների ստուգաչափումն արդեն իրականացվում է նոր եւ ժամանակակից տեխնիկայով։ Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմինը պետական օժանդակությամբ ձեռք է բերել նոր շարժական լաբորատորիաներ եւ ժամանակակից այլ սարքավորումներ։ Դրանք ապահովեն ոչ միայն փորձաքննությունների եւ ստուգաչափումների առավել բարձր ճշգրտություն, այլև կնպաստեն արտադրանքի մրցունակության աճին եւ արտահանման խթանմանը։ Այդպիսի կարողություններ մինչև վերջին 5-6 տարիներին համարյա կարելի ասել ձևավորված չէր երկրում եւ նոր սկսել ենք դա կառուցել, ձևավորել, որովհետեւ իրականում առանց դրա արտահանում չկա։ Առանց դրա չկա արտադրություն, առանց ստանդարտի, առանց սերտիֆիկացման, առանց լաբորատորիայի չկա արտադրություն եւ հետեւաբար չկա արտահանում։ Սանիտարաքիմիական ցուցանիշների եւ ռադիոնուկլիդների որոշման համար ձեռք են բերվել խաղալիքների փորձարկման սարքեր, հոսանք եւ լարման տրանսֆորմատորների ստուգաչափման սարքավորում, որը Հայաստանում չկար, նաեւ շարժական լաբորատորիա, նմուշային չափանոթներով, հեղուկացված գազի մաստեր մետրով եւ այլ չափման միջոցներով։ Ինչ որ արվում է մեր ավտոտեխնոսպասարկման կենտրոններում, արդյոք դա համապատասխանում է, այսինքն դա որակյալ է արվում, համապատասխանում են ժամանակակից կանոններին, մեր տեխնիկական կանոններին, մեր ստանդարտներին եւ այսպես շարունակ։ Սրանք բոլորը հարցեր են, որոնք որ երկար տարիներ բաց էին մնացել։ Ձեռք են բերվել կշռաստուգաչափման 2 շարժական լաբորատորիաներ մինչև 33 տոննա նմուշային կշռաքարերով, որոնք հնարավորություն են տալիս ստուգաչափել ավելի քան 100 տոննա կշռման հնարավորությամբ ավտոքշերքներ եւ երկաթուղային կշերքներ։ Գործընթացը դա շարունակական է։ Այս տարի մենք մտադիր ենք մի քանի այլ լաբորատորիաներ ստեղծել, օրինակ տեքստիլ ոլորտում լաբորատոր կարողություններ զարգացնել, որովհետև այսօր մեր տեքստիլ արտադրող եւ արտահանողները շատ հաճախ ստիպված են լինում բազմաթիվ փորձարկումներ իրականացնել այլ երկրներում, որովհետև այդպիսի լաբորատոր կարողություններ Հայաստանի Հանրապետությունում չկան։ Արտահանման լայնման միջազգային առևտրի դիվերսիֆիկացման տեսանկյունից կարևոր է որակի ենթակառուցվածքների, մասնավորապես լաբորատոր կարողությունների զարգացումը, ընդգծում է նախարարը։ Որպեսզի Հայաստանի Հանրապետությունում տրամադրված փաստաթուղթը, որը հավաստում է, որ այս կամ այն ապրանքը համապատասխանում է որակին, հնարավոր լինի ԵԱՏՄ-ում, ԵՄ-ում եւ այլ շուկաներում ուղղակի ներկայացնել եւ դա ստուգող մարմինները ընդունեն ի գիտություն։ Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնում արդեն հիմնվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած տրամաչափարկման 4 լաբորատորիա, ծրագիրն իրականացվում է Եվրամիության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ։ Բրիր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։